Քննչական գործողությունը այս կողմից Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշին եմ նկարում։ Ես ձեր փաստացուղթը չեմ նկարում։ Ես եմ կուսակցության վարչության անդամ։ Ես ծանուցագիրը չեմ տեսել։ Դուք արդեն սկսել եք ձեր գործողությունները։ Մենք սպասում ենք փաստաբանին։ Նա Սերգեյին զանգի էլի։ Մենք փաստաբանին ենք սպասում։ Փաստաբանը թող գա ձեր քննչական գործողությունները։ Հենց սկսեք, մենք կանջատենք։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, առավոտյան ժամը 7-ին, այսպես դիմակավորված անձինք մտան Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ։ Ասում են, որ քննչական գործողություններ պիտի իրականացնեն։ Իհարկե, որքան էլ ծանուցագիրը մենք պահանջեցինք, այդպես էլ թույլ չտվեցին, որպեսզի ծանոթանանք, հիմա սպասում ենք փաստաբանին, որպեսզի սկսեն իրենց քննչական գործողությունները, բայց մինչ սկսելը արդեն իսկ թույլ չէին տալիս, որպեսզի նկարահանում իրականացնենք, թեև օրենքի պահանջ այդպիսի չկա, որ մինչ քննչական գործողություններն արգելվի նկարահանումը եւ իրավունք չունեն առանց փաստաբանի ներկայության իրենք որևէ գործողություն իրականացնեն։ Հիմա մեր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի աշխատասենյակում են քննիչները եւ դիմակավորված անձինք։ Մինչալոց այս երիտասարդը արդեն ի սկզբանե հեռախոսը իմ ձեռքից ապօրինի կերպով խլում էր։ Դուք քննչական գործողությունը սկսեք, փաստաբանը գա։ Մենք կանջատենք։
Հասկացա։ Բայց կապրիզով չի, էլի օրենքի պահանջ գոյություն ունի։ Քանի չթույլ տա, նոր կբացեմ, ոչ մի խնդիր չկա։ Ասել եք Հա, սպասում եմ, որ դուրս բացեմ, որ ինքնին ես։ այստեղ է։ Հա, դրան ետևն է, դրսում սպասում եմ։ Այո, չեք բացում դու։ Քանի չթույլ տա։ Իսկ քնիչը ինչի թույլ չի տալիս։ Ժողովուրդ, այստեղ հացի կողմից Հարված տեսնում է եկել։ Հավաստանից եմ, բաց։ Փաստաբանը հիմա եկավ։ Մնացած բոլորը դուրս թողան, դուրս եկեք հեռախոսություն իրավունք բայց իրենց դուրս Վերջին անգամ եմ արդյունացնում։ Ես է չանաժետել ձերած եկել։ Բալուտ է։ Բալիկ։ Հեսա Ձերքիցս ի սկզբանե էիք ախր փորձում խլել առանց որևէ օրինական պահանջի։ Մտել եք ներս ու հարցակվել եք ձերքիցս հեռախոսն եք խլում։ Օրենքով, ամեն ինչ օրենքով, ժողովուրդ ջան։ եկեք դուք հորիացեք, արձավից ես ձեզ առաջարկում եմ փոխադարձ շարժանացել պաշտպանելով Դուռ փակեցին, ինձ այստեղ մեկուսացրել են, որ հանկարծ որևէ ավելորդ խոսակցություն կամ կադր մենք չկարողանանք ստանալ։ Ահա այս վիճակն է Նիկոլական Հայաստանում, հարգելի հայրենակիցներ։ Հայաստանի թիվ 1 դավաճանը ուրիշներին է մեղադրում դավաճանության մեջ, պարզապես զավեշտալի իրավիճակ է։ Արցախը Ադրբեջանին հանձնած դավաճանը, Հայաստանի տարածքներում ադրբեջանցիներին նստեցրած դավաճանը, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող դավաճանը, ահա այսպես Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ աբսուրդային մի հոդվածով, ես չգիտեմ, այնտեղ ինչով են մտածել, իհարկե շատ երկար էին մտածում, արդեն գիտեք քանի օր է իրենք այսպես դրել կարում էին, քանդում էին, շուլալում էին, նորից էին քանդում, չգիտեին։ Դե ինչ հոդված պետք է դնեն, որ հնարավորինս քիչ ծիծաղի առարկա դառնան։ Բայց դե արդեն այն իրավիճակի ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե SMS-ներով է հրահանգներ իջեցնում սրա նրա դեմ գործ կարելու, այլ արդեն հանրահավաքի հարթակից է ասում, տեղով, ժամով, օրով, որ այսինչ օրը, այսինչ ժամին, ահա, սենց գնալու են, երևի նույնիսկ հագուստնել են նշում, ասում է, այս հագուստով կգնաք, առավոտյան վրա արթնանաք, մի հատ սուրճ կխմեք, նոր կգնաք, կամ ընդհանրապես հենց արթնանաք մի անգամից կվազեք, որպիսի ձերբակալեք թիվ 1 դավաճան, թիվ 1 թշնամի, Հայաստանի թիվ 1 թշնամին, այս երկրում փաստորեն Անդրանիկ Թևանյանն է Նիկոլ Փաշինյանի համար։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան, լավ իմացիր, որ դու չես կարողանալու քո նպատակներին հասնել։ Դու այս ռեպրեսիվ միջոցներով չես կարողանալու վերարտադրվել։ Այսպիսով հայ ժողովրդին դու ավելի ես նյարդայնացնելու։ Էնպես ես անելու, որ նույնիսկ այն վերջին մարդն, վերջին անտարբերը, որ տանը նստած էր ու մինչև հիմա կամուկացի մեջ էր, գնար քվեարկության թե չգնար, այս քո ճղճիմ ստոր քայլերը տեսնելով նյարդայնանալու է ու հունիսի 7-ին տանից դուրս է գալու եւ գնալու է ու մերժելու է քո խմբակի ու այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանությանը։ Օրինակիցները դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ է կատարվում։